Մի կողմում Գեղամա լեռները, մյուսում Արարատն ու Արայի լեռը։ Հիսուս Քրիստոսի արձան համալիրի շինաշխատանքներին անմիջական մասնակցություն ունենալու նպատակով հատիսի գագաթին են Երևանի Ավան վարչական շրջանի բնակիչները։ Ավելի քան 2500 մետր բարձրության վրա կառուցվող արձան համալիրի հիմքում ազգային համերաշխության և միասնականության գաղափարն է։ Կամավորները վստահ են, շուտով Հայաստանն աշխարհին է ներկայանալու նորովի։ Ցուցադրվելու է քրիստոնեության ամբողջ պատմությունը Հիսուս Քրիստոսի ծննդից մինչև քրիստոնեության ընդունումը Հայաստանում եւ այնտեղ զբոսաշրջիկը հայ ազգին այցելուն մտնելով ներս կարողանալու է նկարների, պատկերների, ցուցադրված նմուշների միջոցով ծանոթանալ այդ ամբողջ քրիստոնեական հարուստ պատմությանը։ Մեզ այնտեղ դիմավորելու է ծաղկած խաչը, Հիսուս Քրիստոսի պատկերը եւ վիտրաժային տարբերակներով կամարների մեջ տեղադրված են լինելու 2.5-3 մետրանոց պատկերներ։ Երեխաներ, երիտասարդներ, տատիկ-պապիկներ, հատիս բարձրացած բոլոր ուխտավորներին միավորում է հավատն առ Աստված, խաղաղ ապագայի տեսլականը եւ հզոր հայրենիք ունենալու ցանկությունը։ Արդեն երկրորդ անգամ եմ այցելում, առաջի անգամ սեպտեմբեր ամսվա վերջին եմ եղել, իհարկե ահագին աշխատանքները առաջագնացել, շատ մեծ փոփոխություններ կա։ Մտնում ես մեծ սպասելիքներ ունես այստեղի հետ կապված, որ ամեն հայ կուզենար այսպիսի բան լիներ, էլի, որ գար սրբատեղի իրաղոտքը հասներ դեպի Աստծուն։ Ամեն ինչ կգա, կգնա, բայց այս գործը կմնա որպես իր համար մեծություն եւ առաջնային։ Կամավորներից մեկը համալիրի հիմքում տեղադրում է Արցախից, դադիվանքից բերված հուշաքարը եւ դույլով ավելացնում շաղախը, ասես միավորելով կորցրած հայրենիքի կարոտը եւ հապագայի հանդեպ լավատեսությունը։ Դադիվանքի քարն է, տանն էի պահում, որոշեցի, որ պետքա ստեղ լինի այս քարը։ Այցի ավարտին քաղաքացիներին հանձնվում են նաև հավաստագրեր, որպես հիշողություն եւ վկայություն, որ նրանք նույնպես իրենց մասնակցությունն են ունեցել համազգային կարևոր գործին։ Գոհար Վարդանյան, Տիգրան Նադարյան, Էպիկենտրոնի համար։